Խորհրդարանն այսօր ավարտեց հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումները, վաղային կդրվի քվեարկության։ Նոյեմբերին օրենսդիրների հետ առաջին քննարկումից հետո ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր ներկայացնում էր դրամաշակված տարբերակն ու փորձում հիմնավորել, թե ինչու պատգամավորների 300-ից ավելի առաջարկներից միայն 3 տասնյակն է ընդունվել։ Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դժգոհեց առաջին անգամ վերջին 4 տարվա մեջ իր առաջարկներից որևէ մեկը կառավարությունը չի ընդունել։ Մարուքյանն անդրադարձավ մասնավորապես պաշտպանության ոլորտի ծախսերին, որ առաջարկել էր ավելացնել։ Երևի թե գեղեցիկ չի եղել ասել չի ընդունում առաջարկությունը, գրվել է կքննարկենք։ Արամյանը հակադարձեց, անհրաժեշտ գումարի աղբյուրը չունեն, պակասորդը չեն կարող մեծացնել, օրենքն է արգելում, տնտեսվարողի վրա էլ հավելյալ բեռ դնել չեն կարող, տնտեսական զարգացում չի լինի։ 23 միլիարդը ենթադրենք տրամաբանորեն մեծացնում ենք, պետք է դրա լինի ֆինանսավորման աղբյուր։ Ասում եք գումարների աղբյուրը որտեղից, տնտեսումներից պետք է լինի մեծ ուռճացված կառավարության կառավարման համակարգի հաշվին պետք է լինի։ Էլի տեղեր կարող ենք ասել, այն Պեկի շենքը վաճառելու հաշվին պետք է լինի, կենտրոնական բանկի շենքը վաճառելու հաշվին պետք է լինի, այնքան բան կա, բայց այդ կրճատումները չեն արվում, օպտիմալացում ես չեմ տեսնում, միայն հռետորաբանության մեջ է դա մնացել։ Հայաստանի տնտեսությունը տառապում է կոռուպցիայի, մենաշնորհների եւ ինչնից լավ գիտեք, որ բացասական հիվանդությունների արդյունքում։ Դրա դեղատոմսը բերել եք։ Արամյանը հակադարձեց, բյուջեի փոխարեն առաջարկվող լուծումները կառավարության ծրագրում են տեղ գտել։ Ենթանենք լիցենզիաները պետք է բացառապես էլեկտրոնացվի։ Արդյոք սա կոռուպցիայի դեմ ուղղված քայլ է։ Այո, կոռուպցիայի դեմ ուղղված քայլ է։ Ռադիկալ բաներ է պետք։ Մի երկիր, որտեղ պաշտոնապես 40% ստվեր կա, դուք դրա մասին բացարձակ չեք ասում։ Մեր երկրում 5 հոգի առնվազն Թրամփից հարուստ միլիարդատերեր կան։ Այդ ո՞նց է առաջացել։ Չէ՞ որ դա համակարգային հիվանդության արդյունք է, մրցակցության արդյունք չի։ Եվ դուք այսօր դրակը թողած մրցակցության կաթիլներ եք տալիս։ Ես դեռևս բյուջեն քննարկելուց ասացի, որ 2016-ի բազան չի լինելու 2-2.5%։ Հիմա մենք գիտենք, որ 1.5%-ից լավ չի լինի։ Այսօր 2016 այսպես կլինի։ Հիմա այս բազայի փոփոխությունը չի փոխում պլանները։ Որովհետև դուք հաճախ հարմարացնում եք սուտը։ Ես վախենամ, որ այս նույն կառավարությանը այս բյուջեով դուք ընդհանրապես թախեք։ Այսպես ասեմ, հա, գործընկերության սոլիդարությունը ամեն դեպքում պահպանեմ։ Չեմ կիսում ձեր այն կարծիքը, պարոն Բագրատյան, որ մենք սուտ ենք խոսում։ Ես պատրաստ եմ ցանկացած իմ կողմից ներկայացված թեզ հիմնավորել տնտեսագիտական ակադեմիական աշխարհում։ ԲՀԿ խմբակցությունից Միքայել Մելքումյանը, ում առաջարկը բարձրացնել նվազագույն աշխատավարձը մերժվել էր, հայտարարեց. Գնացեք վերլուծություն արեք, տեսեք իրական աշխատավարձը ինչքան է, եւ եթե դուք պահում եք նվազագույնը, ուրեմն դրանից բխում են այլ վատ հետևանքներ։ Իսկ դուք որպես քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ ձախողել եք ձեր անգամյա ծրագիրը, այսօր պետք է լիներ 65000 դրամ գոնե։ Տնտեսվարողներին կարող է խփել։ Մենք չպետք է այնպիսի ոչ պոպուլյար քայլեր անենք, որը որ տնտեսվարողներին ավելի վատ վիճակի մեջ կդնի։ Նորից եմ ասում, մեր տնտեսական աճ ստեղծողը տնտեսվարողներն են։ Չեմ ասում, որ ստվեր չկա։ Ընդ որում ձեր առաջարկի մեջ ասում եք հստակ ասեք ինչքան է ստվերը։ Եթե ես իմանամ ստվերը ինչքան է, դա կդադարի ստվեր լինելուց։ Այսօր դուք ասում եք, եթե ստվերի տեղը իմանայի, ստվերը չէր լինի։ Այսինքն ոնց, դուք ստվերի տեղը չգիտեք։ Մեր երկիրը այնքան փոքր տնտեսություն, չափելի երկիր է։ Ամեն ինչ բոլորը իրար մասին գիտեն, թե ինչ է կատարվում։ Ամեն ինչ իրար մասին գիտեն։ Այսինքն դուք ստվերի տեղը չգիտեք, եթե չգիտեք, ես երբ որ ասենք հիմա անմիջումը լինի, կգաք ես ձեզ կասեմ մոտավորապես ստվերը որտեղ է։ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցության համանուն կուսակցության անդամ պատգամավորները դեմ կքվեարկեն բյուջեի նախագծին, դեմ է քվեարկելու նաև ՕԵԿ-ը։ Որքան էլ որ խոսենք գործազրկության, արտագաղթի, նոր կառավարության, նոր մտածելակերպի, նոր ոճի, նոր ձևի եւ այլնի մասին, այստեղ ամենակարևորը դա հավատն ու քաղաքական կամքն է, որը բացակայում է այս փաստաթղթում, բացակայում է 2017 թվականի նկատմամբ։ Այս իշխանությունները զբաղված են տնտեսությունը խեղդելով, մսխելով պետական բյուջեի միջոցները եւ ըստ էության երկիրը տանելով դեպի անդունդ, ինչը դուք փաստագրել եք հենց ձեր ներկայացված բյուջեի փաստաթղթով։ Մենք սրան դեմ ենք քվեարկում, այստեղ ամեն ինչ մենք լսեցինք, դեմագոգիայից սկսած, մարազմից սկսած, նախընտրական հնարքներից սկսած բոլոր ելույթները, իհարկե նաև եղան բուն էությանը վերաբերվող ելույթներ, իրականում ինչպիսին է ֆինանսական փաստաթուղթը։ Իրոք ֆինանսական փաստաթուղթը իրատեսական է եւ համահունչ է կառավարության ծրագրին։